Շնորհակալություն, պարոն Նուրբեկյան, իմ հարցը չի վերաբերում այս օրինագծին, բայց օգտվելով առիթից, որ ազգային ժողովում եք, ես առաջարկում եմ շարունակել անցած տարեվերջին մեր ունեցած խոսակցությունը, հիշում եք կրիպտոարժույթների մասին, մենք փոփոխություններ իրականացրեցինք օրենքում, արգելեցինք կանխիկով դրանց շրջանառությունը, հետևաբար թողեցինք միայն անկանխիկին, մենք քննարկում ունեցանք, որ առևտրային բանկերը մեծ պատրաստակամություն չեն ցուցաբերում այդ ոլորտ մտնելու թեկուզ անկանխիկով, դուք ասացիք, որ հունվարին ուղեցույց, թե կանոններ կմշակի կենտրոնական բանկը, ամեն ինչ կլինի նորմալ, հիմա արդեն հունիսն է, կարող եք մեզ ասել ուր է հասել ոլորտը, արդյոք հիմա առևտրային բանկերը իրականացնում են անկանխիկով կրիպտոարժույթի ազատ վաճառք, գնում, շրջանառություն եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Անցած տարի մենք ամբողջությամբ չարգելեցինք, եթե հիշում եք տարվա վերջին փոփոխության արդյունքում մենք ունեցանք երկու տեսակի կրիպտոակտիվների ծառայություն մատուցող, ով որ կանխիկով կարող է անել եւ անկանխիկով կարող է անել եւ եթե չեմ սխալվում 12 գրանցված կանխիկով քանակը կարող է մի քիչ սխալվեմ, չեմ հիշում, 11 կամ 12 ունենք, որոնք որ կանխիկով գրանցում են եւ մենք ուղարկում են նաեւ իրենց գործարքները։ Այդտեղ բավականին բարդություններ եղել են բանկերում հաշիվներ բացելու հետ կապված, բայց մենք հաղթարել ենք իմ կարծիքով, այսինքն գիտեմ հաստատ, որ ունենք, որոնք որ աշխատում են բանկերում հաշիվներ են բացում։ Հիմնական խնդիրն այն է եղել, որ ըստ էության կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողների պարագայում մենք նաեւ գործարքներն են, որ նայում ենք, իրանք այսպես ասած այդ KYC կամ ճանաչիր հաճախորդին գումարների հոսքերի հետ կապված շատ քիչ աշխատանք էին անում, այսինքն իրենք գործարքները չէին հասկանում, թե ով ինչի համար ինչ է անում, որը որ բանկի համար խնդիր է։ Բանկը պետք է հասկանա, թե այդ գումարները որ եկել են, որտեղից են եւ ում անունով են, բայց իմ կարծիքով այդ խնդիրները հաղթարելով գնում ենք, մենք ես գիտեմ, որ բանկերը հաշիվ բացում են, հեշտությամբ չեն բացում, հարցեր տալիս են, բայց կան։ Արձագանք։ Պարոն Նուրբեկյան, ես հիշում եմ, որ երկու կարգավորում կար, ուղղակի քանի որ մենք կանխիկի համար նաև շեմ էինք սահմանել 300,000 դրամ, ես դա չեմ էլ հաշվում ընդհանրապես, որովհետև դա շատ չնչին գումար է կրիպտոարժույթով զբաղվող մարդկանց եւ կազմակերպությունների համար, դա չեմ էլ դիտարկում ենք այն, ինչի վրա ավելի շատ ենք ուշադրություն դարձրել, անկանխիկով, հիմա, չգիտեմ, այդտեղ սահմանափակում չկար, հենց հիմա ես կարող եմ գնալ որևէ առևտրային բանկ եւ գնել իմ աշխատավարձով, անկանխիկ ստացած իմ աշխատավարձով, հենց հիմա գնամ բանկ, հաշիվ բացեմ, գնեմ կրիպտոարժույթ։ Դա հնարավոր է, թե հատուկ բանկեր կան, եթե կան 1-2, թե բոլորը, դա հիմա այնքան ազատ իրականացնելի գործողություն է, որքան որ սովորական թղթադրամով իրականանալի գործողությունը, թե հատուկ մի 7-8 աստիճան ինչ-որ վերիֆիկացիա, ստուգում, գրանցում եւ այլ պետք է անցնեմ։ Այդ դեպքում ես դեր հարցը սխալ էի հասկացել, այդ տեսանկյունից խնդիր չկա, օրինակ ես ինքս անցած տարի միջազգային որևէ բորսայից իմ բանկի հավելվածով հանգիստ մինչև օրենքի ընդունումն էլ փորձարկելու համար արել եմ, այսինքն այդտեղ եթե կոնկրետ խնդիր կպետք լինենք, այդտեղ որևէ սահմանափակում չկա։ Եթե դուք ուզենաք, իմ ասածը որն էր, որ ավելի պոտենցիալ պրոբլեմատիկ է, որ եթե կա ընկերություն, որը որ անկանխիկով այսինքն կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող ընկերություն, որը որ անկանխիկով ծառայություն է մատուցում, բանկը այդ ընկերության համար հաշիվ բացելու տեսանկյունից էր իմ ասածը, որը որ ավելի դժվար է, որտեղ պետք է համոզեն, որ ըստ էության նորմալ հոսքերին տիրապետում են, հասկանում են, թե ով է կրիպտոակտիվները առնողը, վաճառողը, բայց անձնական տեսանկյունից ինքը, այո, ես ինքս արել եմ իմ բանկային քարտով այդպիսի բան։ Դա որևէ խնդիր ես չեմ կարծում, որ կա։